Օֆերտայի մասով, տեսեք, մենք շատ ենք խոսել սրա մասին, ընդլայնման մասին 2024 թվականի սկզբից, ըստ էության պիլոտային ծրագրով, որը, եթե չեմ սխալվում, 6 ամիս տևեց, հետո շարունակվեց եւ ունեցանք կանխատեսելի արդյունք ըստ էության, երբ որ առաջի եռամսյակում շատ մեծ ծախս եղավ, որը կարծում եմ շատ կանխատեսելի էր, երբ որ դու ասում ես, որ հերթագրում չկա այլևս, այդ պահին ամեն դեպքում չկար, հետո ներդրվեց, մարդիկ գնում էին, ստանում էին ծառայությունը, որովհետև բժշկական հաստատությունների թողունակությունը խնդիր չէր, այսինքն ազատ մահճակալ կար, ազատ բժիշկ կար, իրանք ծառայությունը ստանում են, ու սա շատ կանխատեսելի էր, այսինքն իհարկե ընթացքում բոլոր նախագծերը, բոլոր բարեփոխումները շտկվում են եւ դա ամենօրյա գործընթաց ըստ էության, բայց սա նաեւ շատ կանխատեսելի էր եւ հետո սկսեցին պարտքեր կուտակվել բժշկական հաստատություններին իրաց մատուցած ծառայությունների դիմաց եւ մենք միշտ կարող ենք ասել, որ դե կտանք այդ պարտքը իհարկե եւ տվեցինք ընթացքում հիմնականում աշնանը այդ ավելացված գերածախսը, հա, այդպես ասեմ, բայց այդ փողը պարզապես փող չի, որը տրվում է բժշկական հաստատությանը, դա դառնում է աշխատավարձ բժշկին, որը այդ ծառայությունը մատուցել է, եւ բժշկին մենք ասում ենք, չէ, ուզում ենք թոթափենք այդ վարչական, ֆինանսական բեռերից, պետքա բոլորին թոթափել, ինքը գնացել իր վիրահատությունը արել է, մենք ձեր կարգերով, նախարարի կարգով ունենք տոկոս ամեն պետպատվերով արած վիրահատությունից աշխատավարձի մեջ հաշվարկելու, ասենք հիմա չեմ հիշում թվերը 20 թե 25%, ասում ենք եթե դու այս վիրահատությունը արեցիր, դու պետք է ստանաս 25%, ինքը անում է կարգով, ասենք 10 վիրահատություն անում, բայց 5-ի փողն է ստանում ասա վերջում, հիմա այդ մարդուն մենք չենք կարող ասենք, գիտես մենք բարեփոխում ենք անում, քո փողը կտանք աշնանը, հետո որ չտանք էլ կգնանք տնօրենի կտուգանենք չտալու համար, էդ էլ ունենք պայմանագրի մասա, պետք է էլ օֆերտայի հրապարակային պայմանագրի մասա ենթադրում են, որ նախարարի սահմանված կարգով աշխատավարձ չտալը։ Հիմա ոչ բժիշկները, ոչ բժշկական հաստատությունները ըտը մեղ չունեն, մեղքը մերն է, որ մենք արել ենք բարեփոխում, որը լավ բան է, բայց մենք դրա տակ ավել փող չենք դրել ենք վերջում, այսինքն աշնանը։ Եվ վերջում էլ մենք սրա մասին իրար հետ եւ բանավոր ենք խոսել եւ գրավոր ենք խոսել, տարվա վերջում էլ էլի մի 800 միլիոնին դրա չափ գումար 796 էր, եթե չեմ սխալվում, չենք տվել բժշկական հաստատություններին։ Դուք դրան ի պատասխան ասում եք, որ եղել է առաջի 15 օրերի ավել ծախս, քան միջին ամսական 15 օրերն է։ Ես ձեզնից ուզել եմ այդ թվերը պաշտոնական դուք տրամադրել եք, այնտեղ ընդամենը մի ամիս է, որ առաջի 15 օրը ցածր է, այդ հունվարի առաջի 15 օրն է։ Մնացած բոլոր ամիսների առաջին 15 օրերը հավասար է մոտավորապես դեկտեմբերի առաջի 15 օրերին եւ իհարկե եթե միջին հանենք, այդ հունվարի ցածր թվով, պարզա որ միջինը ավելի ցածր է առնելու։ Իմ ասած ինչն է, որ այդ նույնիսկ այդ միջինից բարձր լինելը վերջի մի քանի տարիների ստանդարտ բանն է եղել, պատկերն է եղել, ավել բան տեղի չի ունեցել, ձեր տրամադրված թվերով, եթե ուրիշ թվեր են, ուրեմն ես հենվում եմ դրանց վրա։ Եվ հիմա մենք բժշկական հաստատություններին ասում ենք, քանի որ դուք ավել եք ծախսել, թեև այդ ծառայությունները մատուցվել են, որտեղ այդ ծառայությունները մատուցվելու համար հիվանդի տվյալները ամուտքագրվում, ARMED, բժշկական փաստաթղթերը, հետո քեյսը փակվում է եւ ըստ էության կարա լինի կեղծիք, դեմ չեմ 1, 2, չգիտեմ 5, բայց չի կարա 800 միլիոն դրամի կեղծիք լինի բոլորի վրա միանգամից, որտեղ մենք բոլորին չենք տվել, ոչ թե ինչ որ մի քանի հատ ավել ծախսողներին ու մինչ օրս էլ եթե չեմ սխալվում ամբողջությամբ չենք տվել։ Հիմա այս հարցը ո՞նց ենք լուծելու հիմա եւ օֆերտան շարունակվում է, գիտենք ու լավ է որ շարունակվում է։ Մենք այս տարի էլի ունենալու ենք նման պատկեր, թե այնուամենայնիվ ավելի համաչափ են մատուցվելու ծառայությունները հունվար, փետրվար, մարտ, ապրիլ եւ մենք ամեն ամիս վճարելու ենք այնքան ինչքան որ ծառայություն մատուցվել է։ Պարոն Թորոսյան,
իհարկե ձեր խոսքում կային չափազանցվածություններ եւ ծայրահեղականություն, բայց դա խոսքի բանն է, այսպես ձևաչափն է ընդգծելու, բայց փորձեմ անդրադառնալ բաներին։ Անկյունները կլորացած եմ ասել ամեն ինչ տիկին հավանես։ Փորձեմ անդրադառնալ առանձին։ Տեսեք, արդյոք մենք փոփոխություններ իրականացրել ենք մեր ֆինանսավորման եւ ըստ կատարողականի դրան արձագանքման առումով, այո, ինչու՞մն է դա կայանում, որ ինչքան որ մեր ծառայությունները խմբավորված լինեն, այնքան մեր կողմից իրականացվող թերակատարումների եւ այսպես ըստ էության ավել կատարումների արագ արձագանքումը կմեծանա։ Սա նշանակում է, որ մենք բոլոր ծրագրերում ունենում ենք որոշակի սահմանված խմբավորված ինչ նկատի ունենք։ Տեսեք, մենք ունենք միջոցառումներ եւ ունենք ծրագրեր, չէ՞։ Ունենք առանձին ծրագրեր, բավական sense մանրամասն են ծրագրերը եւ ինչքան որ մանրամասն է, մեր այս միջծրագրային վերաբաշխումները բարթանում են եւ ժամանակ է անհրաժեշտ լինում, որպեսզի կառավարության որոշում դառնա, գնա հաստատի, այսինքն մինիմում 1.5 ամիս տևում է մինչև որ դա դառնա ըստ էության արդեն որոշում եւ ֆինանսական բաները փոփոխվեն։ Այս մասով մենք ֆինանսների նախարարության հետ աշխատել ենք եւ մի փոքր այս տարվա մեջ արդեն բյուջեի շրջանակներում, բյուջեի ծրագրերի շրջանակներում փոփոխություններ արված են, բայց իհարկե լրացուցիչ նաեւ գործընկերների հետ աշխատանքի կարիք կա ճիշտ խմբավորելու։ Տեսեք, ծրագրերի արդյունքային ցուցանիշների մասով հաշվետվականությունը չփոխելու, բայց նրանց ծրագրերը ավելի մեծ շրջանակ ունենալու, որպեսզի կարողանանք ճկունություն ապահովենք ֆինանսավորման, այդ մասով փոփոխելու։ Կարճ ընդհատեմ, էլի որտեվ իրար հետ խոսանք։ Այդ ծրագրային Բաղդադումը, տրոհումը հատուկ արվե, որտեվ ամեն ծրագիր ուներ առաստաղ, որտեվ պետպատվերը տրվում էր այդ ծրագրի առաստաղով եւ բժշկական որն էլ կազմված էր ամեն պայմանագրերի առաստաղից։ Էլի ստացվում է, որ օֆերտայի ժամանակ միգուցե այդ առաստաղները, այո, պետք է խմբավորած առաստաղներ, հա, ունենալ, ասենք ունենալ 5 ծրագրի համար մի բան, որ հեշտ լինի մեջը իր բանը։ Եվ մեջը եւ կարիք է չլինի, որտեվ հետ վճարային համակարգով ավտոմատ փողերը կբաշխվեն։ Էդ էլ է իմ ասածը։ Հենց այդ եմ ասում, տեսեք, այո, դա մի բանն է։ Երկրորդ հատվածը վերաբերվում է արդեն ֆինանսական համամասնություններին եռամսյակային։ Գիտեք, որ բյուջետային համամասնությունները կատարողականների համամասնություններից տարբեր էր եւ մենք այս տարվա մեջ դա էլ ենք փոփոխել։ Անցյալ տարվերել էր մի փոքր փոխվել, բայց այդ առաջի եռամսյակում անցյալ տարի 17% եւ այսպես աճողական գնում է 4-րդ եռամսյակում արդեն ամբողջական 100% է կազմում ֆինանսավորման համամասնությունները։ Այս տարի այդ փոփոխության արդյունքում ըստ էության մենք այս հարցն էլ ենք լուծել։ Վերադառնալով բուժ հաստատությունների հետ կապված, ես այստեղ գիտեք, այսպես մեղքի հարց չեմ տեսնում եւ բարթելու եւ ասելու, ես ասում եմ, այո, սա լայնածավալ մեծ փոփոխություն ա եղել եւ մենք շատ սերտ համագործակցել ենք բժշկական կենտրոնների հետ էլ միասնական կերպով ապահովելու այսպես հնարավորին սահուն անցումը։ Արդյոք կառավարության որոշումներով սահմանված որևէ կետ խախտվել է մեր կողմից, ոչ չի խախտվել եւ կառավարության որոշման մեջ ամեն ինչ գրված է, թե ոնց է իրականացվում կատարողականը, ոնց է տրվում ֆինանսավորումը, այսինքն մենք առաջնորդվել ենք ըստ սահմանված ընթացակարգերի։ Արդյոք ընթացակարգերը համահունչ փոխվել են օֆերտայի ներդրման հետ, համաձայն եմ, որ ըստ էության որոշակի այսպես խզում կա, այսինքն օֆերտան ներդրվել է ու ընթացքում արդեն որոշակի կարգավորումներ կարգաբերվում են ըստ օֆերտայի, որի վրա աշխատում ենք եւ այս տարի կարծում եմ, որ շատ ավելի այսպես կանխատեսելի իրավիճակ ենք ունենալու։ Մի բան էլ եմ ուզում այստեղ շեշտադրեմ, որ նայեք, մի քիչ դիսոնանս է առաջանում։ Մենք ասում ենք, որ օֆերտան անսահմանափակ է, բայց ունենք առողջապահության սահմանափակ բյուջե։ Իսկ դե համար խնդրում եմ։ Կառավարության որոշումն է ասում։ Մենք այնտեղ գրած է առանց բյուջեի սահմանափակման։ Ոչ, առանց, տեսեք, ասում է, ոչ, օֆերտան նշանակում է կոնկրետ կազմակերպության հետ առանց սահմանափակման, բայց ամեն ծրագիր ունի իր իհարկե, բայց բժշկական կենտրոնը հիմա անուններ չտամ, ասենք թե XYZ BK-ն բյուջետային կարգադրիչ չի, որ մտնի տեսնա ֆիննախի երամսյակային համամասնությունը ավարտվելու եզրինա, որ իրան դիմաց Թորոսյան Արսենին մերժի ծառայությունը, դա մեր գործն է։ Եվ ճիշտ եք ասում, կառավարության որոշումը ամբողջությամբ պահպանվել, բայց կառավարության որոշումը մեջ նենց բան է գրած, որը չպետք է գրած լիներ, որտեղ բժշկական կենտրոնը չի կարող այդ գործը անի։ Ես դրա համար եմ ասում մեղքին անց վրա,
Ես չեմ ասում մենք բարթել ենք մեղքի իրանց վրա, բայց փաստացի իրան գումար չեն ստացել, լավ է որ հիմա ստանում են։ Ես ուզում եմ լավ է որ ուղղվել է։ Այդ առանձին կխնդրեմ պատասխանի։ Ես ուզում եմ ասեմ, որ երբ որ բժիշկը օրինակ նույն կառավարությունից կամ չգիտեմ, իր տնօրինությունից դժգոհ է մնում, որտեվ ինքը վիրահատությունը արել է, հիվանդն էլ գոհ է, ստացել է, առողջ է, գնացել է իրանց տուն, իրան դրա դիմաց չեն բարձրացնում, ինքը ճիշտ հարցեր է տալի։ Մենք չենք կարող իրան ասենք, գիտեք, հարգելի բժիշկ, մենք կառավարության որոշումը պահպանել ենք։ Դա սխալ պատասխան է այդ հարցին, այդ է իմ ասածը։ Պարոն Թորոսյան, հարցին պատասխանա թե պատասխան չի մի այլ հարց է, բայց հարցը նրանումն է, որ կառավարության որոշումներով առաջնորդվելն էլ ճիշտ վարքագիծն է, ինչ որ մենք արել ենք։ Վերադառնալով կանխատեսելիության առումով, այո, ձևաչափի փոփոխությունը նաև որոշակի նոր գիտելիքի եւ փորձառություն է պահանջում, որը որ ըստ էության ընթացքում ձևավորվել է։ Բայց չեմ ուզում շատ այսպես խորանամ, բայց ընդհանուր առմամբ այս հարցի շուրջ էլ բավական երկար խոսել ենք, քննարկել ենք։ Հիմա ի՞նչն է մեր նպատակը։ Երկու զուգահեռ այսպես կարևոր հանձնառություն իրականացնելն է։ Մի կողմից աճող կարիքի համահունչ բավարարումն է, բայց մյուս կողմից էլ կատարողականների փաստացի եւ ոչ կառավարելի դարձնելն է։ Մեր աշխատանքը նրանումն է, որ այո, ինչպես որ ասում եք, հասկանանք ինչու է ավելանում ուրեմն ընդհանուր դիմելությունը, որոնք են դրա հիմքերը, արդյոք նախորդիվ տարիների իրականացրած այդ դեկտեմբերի 15-ին փակելու շատ ավելի այսպես մեծ թվով արագ բաները, հիվանդության պատմությունները, ինչու են այդպես արվում, եւ պետք է ասեմ, որ ապրիլին մեծ մասը արդեն իսկ վճարումները իրականացվել է, մենք այնտեղ ֆիլտրեր ենք դրել ծրագրերով, որոնք որ փաստացի այսպես մենք տեսնում ենք, որ այո, աճը հիմնավորված է եւ այլն իրականացվել է եւ ապրիլի 1-ին էլ արդեն ամբողջությամբ որը որ փաստված մեր կողմից ընդունված է կվերջացնենք ֆինանսավորումը, այս էլ էս մասը։ Այսինքն 800 միլիոնի մասնակցը պարտքերը մինչև ապրիլի 1 կտրվի։ Այո։